Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Մելիքսեթյան։ Բարև ձեզ։ Դուք ինչպես կմեկնաբանեք ԵԽԽՎ վեհաժողովի վերջին բանաձևը, որում անդրադարձ կար Հայաստանին, մասնավորապես ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնում Հայաստանի վարչապետի եւ հայ առաքելական եկեղեցու առաջնորդի միջև լարվածության կապակցությամբ, միաժամանակ նշում են, որ իրենց նաև մտահոգում է այն հաղորդագրությունները, որ մի քանի բարձրաստիճան հոգևորականներ փորձեն անում զավթել իշխանությունը։ Դե կմեկնաբանեի որպես ինչ-որ իրադարձությունների արձագանք, նշվում է, որ հայաստանյան քաղաքական դաշտում կա բերբերացում եւ բոլոր քաղաքական ուժերը ստիգմատիզացիայի, այսինքն անթույլատրելի, այսպես ասած, քննադատության, են ենթարկում իրենց հակառակ գործներին եւ կոչ է արվում բոլոր քաղաքական ուժերին դադարել կամ եւ բարելավել քաղաքական մթնոլորտը Հայաստանում։ Նշում է նաեւ կոնֆլիկտը իշխանությունների կաթողիկոսի միջև, եկեղեցու միջև, մի քիչ ավելի ներքև նշվում է նաեւ օրինակ, որ սրբազան պայքարի մասին, որ Բագրատ Գալստանյանը առաջնորդեց այդ շարժումը, որը այլ հոգևորականներ են նույնպես ինիցիացրել, սկսել եւ այնտեղ թեև օգտագործվում էր այդ եւ անունը եւ բովանդակությունը հաճախակի նաեւ կրոնական բովանդակություն կար, իր պահանջները քաղաքական են ու վերջ, այսինքն եւ ինքը նաեւ ձերբակալվեց 2025 թվականին հեղաշրջում կատարելու մեղադրանքով։ Այդքանն է, կարծում եմ ինքը բավականին չեզոք եւ բավականին նույնիսկ մեղմ բնութագրերով ինչ-որ ընդհանուր կոմյունիկե է, ինչ-որ այդտեղ ստոր ջրյա քարեր փնտրելը կամ, չգիտեմ, ենթատեքստ փնտրելը երևի դժվար կլինի։ Տեսեք, երբ որ դուք գնահատում եք մեղմ, դա ինչ է նշանակում, որ եվրոպական կառույցը խնայել է Հայաստանի գործող իշխանություններին։ Ես կասեի, որ եվրոպական կառույցը փորձել է, քանի որ ինքը ինչ-որ հստակ նաև տեղեկատվություն չունի եւ նաև այն տեղեկատվությունը, որ տրամադրում է հայկական կողմից կամ արտացոլում է իշխանությունների կամ արտացոլում է պայմանական ընդդիմության տեսակետերը, որոնք իրարամերժ են եւ հետեւաբար չեն կարող նաև հիմք ընդունվել, հիմնական ինչ-որ տենց վերլուծություն է արված, որը երկու կողմերին էլ կոչ է անում դադարել մեղմացնել այդ կոնֆլիկտը գալիք ընտրությունների նախորյակին։ Իհարկե Եվրամիությունը մտահոգություն ունի կախված, մտավախություններ ունի հստակ կախված Ռուսաստանի կողմից ընտրություններին միջամտելու այդ գործընթացի հետ եւ սա նաեւ պատճառներից մեկն է, ինչու ինքը այդպեսի կոչ է անում, դադարել բևեռացումը եւ ավելի բովանդակային քաղաքական ինչ-որ բանավեճերի ոճով փորձել հայաստանյան քաղաքական գործընթացը առաջ տանել։ Իհարկե կարծում եմ այս կոչը մի քիչ անիմաստ է եւ արդեն իսկ մեր արձագանքներից ներքաղաքական մենք տեսանք, որ ով ինչպես ուզեց, այդպես էլ մեկնաբանեց, Եվ եվրոպական կառույցը կոնկրետ պահանջ է դնում Հայաստանի քաղաքական ուժերի առաջ, թե իշխանության, թե ընդդիմադիրների, ասում է պետք է ունենաք էթիկայի նորմեր, հատկապես նախընտրական շրջան է մեկնարկում Հայաստանում եւ այդ բանավեճերը, երկխոսությունները լինեն կոռեկտության սահմաններում, բովանդակային վեճեր լինեն, քննարկումներ, քննադատություն լինեն, այլ ոչ թե հայհոյախոսություն, Հայաստանի հայհոյախոսությունը հասել է արդեն Եվրոպա։ Ինչ եք կարծում, կզսպվեն իշխանությունները, ընդդիմությունը, Նիկոլ Փաշինյանը զգույշ կլինի իր բառամթերքում, թե կշարունակի ելույթներ ունենալ, օգտագործելով դոմփել, շինել, թափ տալ ձևակերպումները։ Ես կարծում եմ, եթե հայաստանյան քաղաքական ուժերը դադարեն այդ ոճով պայքար տանելուց, հայաստանյան քաղաքական պայքարը նաև առնվազն այդ ներկա ուժերի համար իմաստը կկորցնի, այսինքն նաև գնալով մենք կարող ենք ենթադրել եւ բավական մեծ հավանականությամբ, որ այս ամենը այս բևեռացումը շարունակվելու է ընտրությունների նախորյակին, այսինքն այս ԵԽԽՎ-ի այս ռեկոմենդացիան, ինքը ոչ թե պահանջ է, ռեկոմենդացիա, որովհետեւ այդպիսի նաև ինչ որ
իրավազորություն ինքը չունի պարտադրելու այս խորհուրդները, ենթադրում եմ, որ չէ, մենք հակառակ գործընթացն ենք ունենալու եւ սրանք ուղղակի բարի կամքի դրսևորումներ են եւ նաեւ ավելի adekvat քաղաքական պայքարի կանոնների մասին հուշում, հա, որ այնուամենայնիվ պետք է այլ ձևով լինի, բայց Հայաստանը նաեւ հետպատերազմյան եւ շատ բարդ турբուլենտ քաղաքական գործընթացներով է անցնում եւ նույն եվրոպական երկրները եւ որ անցել են նույն պատմական փուլերով շատ ավելի ծանր դրսևորումներ են նաեւ եղել, այնպես որ իհարկե մի կողմից կա այս կաղապարը ցանկալի, ինչն է ճիշտ, մյուս կողմից կա շատ ավելի դժվար կառավարելի քաղաքական գործընթացները, որոնք նաեւ ունեն տարբեր դրսևորումներ, աշխարհաքաղաքական դրսևորումներ, այդ ընտրությունների գործողնը, ինքնության գործողնը եւ այլն, այս ամենը ոնց որ բարդացնում է իրավիճակը։ Բայց կարծեք թե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը զգուշանում է, որովհետև մինչ այս կարծիքի Բանաձևի հրապարակումը դեռ մոտ 1 ամիս առաջ, դեկտեմբերի սկզբներին, շուրջ 2 ամիս առաջ, իրենք հայտարարեցին էթիկայի նորմեր մշակելու շրջանառության մեջ եւ կիրառության մեջ դնելու մասին, ըստ էության եվրոպական կառույցներից ինչ որ ազդակներ էին ստացել, որ նման գնահատական է հնչելու իրենց իշխանությանն ուղղված, սա ինչպես կմեկնաբանեք, զգուշանում է Փաշինյանը Եվրոպայից։ Գիտեք, ես կարծում եմ կա այդ գործոնը, որովհետև Եվրոպան իսկապես եվրոպական այդ քաղաքական մշակույթը ինքը չի ենթադրում նման դրսևորումներ, ու եվրոպական կառույցները չեն կարող խրախուսել, հա, նման քաղաքական պայքարը, որը գնում է Հայաստանում։ Մյուս կողմում նաև պետք է նշել մյուս կողմից, որ այն զարգացումները, որ կան, հա, արտաքին հատկապես քաղաքական, իրենք բավականին բարենպաստ են քաղաքացիական պայմանագրի եւ գործող իշխանությունների համար, եւ ես կարծում եմ սա պատճառներից մեկն է, որ իրենք իրենց ավելի կոմֆորտ են զգում եւ նաեւ պատրաստ են նմանատիպ ինչ որ լուծումների գնալ եւ նաեւ մենք որոշակի դեէսկալացիա կարող ենք դիտել քաղաքական հայտարարությունների մեջ եւ գալիք օրինակ նույն փոխնախագահի այցը Հայաստան, Ադրբեջանի հետ հնարավոր զարգացումները խաղաղության, այսպես ասած, թրեկում, այս ամենը հայ-թուրքական գործընթացը, սրանք ավելի բարենպաստ են հենց գործող իշխանությունների համար, ես կարծում եմ սա պատճառներից մեկն է, իրենք ինչու են իրենց ավելի վստահ եւ ավելի ոչ ագրեսիվ, հա, պահում եւ իհարկե նաեւ կարծում եմ ընդդիմությունն է փորձում ադապտացվել այս իրավիճակին, նույն երբ որ հրատարակվեց 2025 թվականի 26 թվականի հունվարի 14-ին այդ Արադ Միրզոյան Մարկո Ռուբիո հանդիպումից հետո թրիպի շուրջ այդ շրջանակային տեքստը կարելի է տեսնել, որ ընդդիմությունը օրինակ շատ զգուշավոր կերպով սկսեց մեկնաբանել այդ փաստաթուղթը, թեև նախկինում շատ ավելի միանշանակ եւ շատ ավելի բացասական դիրքորոշումներ կային, այսինքն այս իրադարձությունները ստիպում են բոլոր քաղաքական ուժերին ադապտացվել եւ հիմնական տրամաբանությունը այն է, որ գործող իշխանությունների համար դրանք ավելի բարենպաստ են։ Օրինակ ընդդիմությունը ինչպես է զգուշորեն քննադատում, երբ որ ուղիղ հայտարարում էին, որ այս այն նույն միջանցքն է, որի մասին այս ամիսների ընթացքում խոսում էինք։ Գիտեք, ես նաև հաճախ հանդիպեցի նույն այդ ընդդիմության դաշտը ներկայացնող ուժերի կողմից մի այլ փաստարկ, որ իհարկե այս փաստաթուղթը իրականում այդքան էլ վատը չէ, բայց պետք է տեսնել ինչպես ինքը կաշխատի, ինչ արձագանքներ կլինեն, բայց այն միանշանակ, օրինակ, բացասական մեկնաբանությունները, որ կային ավելի վաղ եւ ավելի համատարած էին, ես այդ փոփոխությունները նկատեցի, որ այլևս կա որոշակի զգուշավորություն, որովհետեւ նաեւ կարծում եմ լսարանի համար այդ ալարմիստական, այսինքն եւ որ ասում են, որ միջանցքը տվել ենք, հեսա թուրքերը գալու են գրավելու Սյունիքը, Հայաստանը, չգիտեմ, Իրանը հարձակվելու է, Ռուսաստանը գրավելու է եւ այլն, դրանք արդեն չեն աշխատում եւ կարծում եմ իրենք են փորձում մի քիչ ավելի կոռեկտ եւ ավելի առարկայական քննադատության մոդել ձևավորել, բայց իհարկե մի քիչ ինչպես դա կզարգանա եւ ինչ արդյունքներ մենք կունենանք, կտեսնենք ապագայում։
Եվ բանաձևում նաև Ադրբեջանին է կոչարվում վերադարձնել Բաքվում պահվող հայ գերիներին, ինչ է կարծում, Բաքուն ականջալուր կլինի եվրոպական այս կառույցի հորդորին, թե ոչ, հատկապես այս Բաքու-Բրյուսել լարված հարաբերությունների ֆոնին։ Գիտեք, Բաքուն շատ ավելի մեծ ռիսկերի է գնացել նաև այդ կառույցից փաստացի վռնդվել է եւ որ ռազմական գործողությունների Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո շատ ավելի լուրջ խախտումներ են նաև եղել ներքին մարդու իրավունքների հետ կապված։ Ես չեմ կարծում, որ նման խորհուրդները, հա, բարի կամքի դրսևորումները Բաքվի վրա կարող են որևէ ձևով ազդել։ Այնտեղ նաև մտահոգություն կա ներքին զարգացումներից, օրինակ Ադրբեջանում եւ այլն, միաժամանակ խրախուսվում է օրինակ հայ-ադրբեջանական այս գործընթացը, հա, խաղաղության գործընթացը, այնպես որ կարծում եմ Բաքվի համար այս տեքստերը առաջին անգամ չէ, որ ինքը դրանց առնչվում է, ինքը դրանց ոչ մի ազդեցություն չեն ունենալու որոշումների կայացման վրա եւ ուղղակի մնալու են իմ նշած բարի կամքի դրսևորումները։ Եվ Վենսի այցից ինչ ակնկալիքներ ունենա Հայաստանի բնակչությունը, քաղաքացիները, մասնավորապես գերիների մասով։ Ես կարծում եմ գերիների մասով ոչ մի ակնկալիք երևի պետք չէ ունենալ, որովհետեւ այդ թեման այս փուլում անհնար է որ լուծում ունենա։ Մենք կարող ենք հիշել նաև օգոստոսյան Վաշինգտոնյան այդ հանդիպումը, երբ որ Թրամփին ներկայացվում էր այդ 23 քրիստոնյաների մասին այդ ցուցակը, որոնք գտնվում են Բաքվում, Բանտում եւ այլն, եւ մենք տեսանք, որ շատ երկար ժամանակ, այսինքն գրեթե կես տարի համարյա ոչ մի արդյունք չեղավ եւ մի այլ գործարքի շրջանակներում 4 հայ գերիներ վերադարձան Հայաստան։ Եվ ես կարծում եմ, որ Վենսը այս հարցում զրոյական ազդեցություն կարող է ունենալ, շատ կարևոր է, որ ինքը կարող է մի այլ դրական ազդեցություն ունենալ, առաջինը դա միջուկային էներգետիկայում եւ խաղաղ ատոմի, հա, այսպես ասած, հետ կապված զարգացումներն են, այսինքն Հայաստանում նոր ատոմակայանի խնդիրը, մենք գիտենք 2036 թվականին այս ատոմակայանի ժամկետը ժողովրդական լեզվով ասած սպրծնում է եւ դրանից հետո մենք ուղղակի ունենալու ենք Հայաստանում մոտ էլեկտրոէներգիայի 40% արտադրող էլեկտրակայանի փակում եւ լուրջ ճգնաժամ կարող ենք ունենալ։ Ու նաեւ ատոմակայանների շինարարությունը միջինը մոտ 10 տարի է տևում, այսինքն արդեն 2026 թիվն է, 10 տարի հետո այս ատոմակայանը այլևս չի գործելու եւ մենք մոտեցել ենք նաեւ այդ կրիտիկական ժամանակային ժամկետներին, հա, եւ որ պետք է ունենանք նոր ատոմակայան։ Ես կարծում եմ, եթե այս որոշումը լինի ամերիկյան մոդուլային տեխնոլոգիայով նոր ատոմակայան կառուցելու, սա կլինի իսկապես խոշոր ձեռքբերում, որովհետեւ այդ տեխնոլոգիաները հատկապես մի այնպիսի երկրի, որը ֆորմալ առումով Ռուսաստանի դաշնակից է, ԵԱՏՄ է մտնում, ՀԱՊԿ-ի անդամ է եւ այլն, բավականին խնդրահարույց կլիներ նախկինում եւ սա մեծ ձեռքբերում կարող է լինել։ Կարծում եմ թրիփի շուրջ նույնպես մենք կունենանք ինչ որ դրական կամ գործնական նույնիսկ զարգացումներ, գուցե ինչ որ արարողություններ, սիմվոլիկ հա շինարարության մեկնարկի կամ այլ նմանատիպ զարգացումների, բայց իհարկե գերիների հարցում, ինչպես նշեցի, շատ քիչ, այսինքն անհավանական է, որ որևէ զարգացում կլինի։ Վենսի այցը Փաշինյանին եւս մեկ լուսանկար կտակ բականներին Facebook-ում մի քանի օր եւս շրջանառելու համար, ինչպես օրինակ Թրամփի աչքով անելու հայտնի տեսարանն էր։ Դե գիտեք, դա էլ է քաղաքականության մեջ հիմա Մակրոնը այդ արևային ակնոցներով էր, չգիտեմ հիմա այլ քաղաքական գործիչները այլ դրսևորումներ ունեն քաղաքականության մեջ բնական է եւ որ դու օգտագործում ես շահավետ որոշումները քո PR-ի համար, հա, հակառակ դեպքում դա կլիներ ինչ որ այլ գործընթաց, բարեգործություն, գուցե կրոնական ինչ որ դրսևորումներ քաղաքականության մեջ եթե կա շահ եւ այդ շահը դրսևորելու համար, հա, սպասարկելու համար այդ քայլերը ձեռնարկվում են։ Ես կարծում եմ նորմալ է, եթե մենք ունենք պատմական իսկապես իրադարձություններ, իսկ պետք է նշել, որ Վենսի մակարդակի ԱՄՆ պետական գործից Հայաստանում դեռ չի եղել։ Ասենք 92 թվականին եղել է պետքարտուղարը,
12 թվականին Հիլարի Քլինթոնն էր, որ նույնպես պետքարտուղար էր, ինքը կարծում եմ 2 անգամ էր իմ հիշելով եկել Հայաստան, 15 թվականին ֆինանսների նախարարն էր ու դրանից հետո այս մակարդակի պետական գործիչ ԱՄՆ Հայաստանում չէր եղել եւ սա կարևոր ցուցիչ է, հա, որ կարևոր փոփոխություններ է ու նաեւ Վաշինգտոնից հետո այն ակտիվացումը, որ կա հայ-ամերիկյան հարաբերություններում, այն ժամանակ արդեն 145 միլիոն դոլարի մասին, ներդրումների մասին խոսքը գնաց Թրիպի հետ կապված, կարծում եմ էլի ինչ որ նոր ներդրումներ կգան, հա, որովհետեւ պետք է այդ գործը Թրիպը մեկնարկելու համար պետք է նման ներդրումներ եւ սրանից հետո իհարկե Փաշինյանը օգտվելու է այդ անխուսափելի ինքը օգտվելու է դրանից եւ գիտեք մենք ժամանակին հայ-թուրքական այդ պրոտոկոլներն էր Սերժ Սարգսյանը օգտագործում, Լևոն Տեր-Պետրոսյանը այլ գործոններ էր օգտագործում, անկախության օրինակ հանրակրվեն եւ շարժումը Ղարաբաղյան, Ռոբերտ Քոչարյանը Հյուսիսային պողոտան եւ տնտեսական աճը, որը բավականին նաեւ պատահական էր այդ պայմաններում իրանցի հետ այդ կապը ուղիղ չկար, այսինքն բոլոր քաղաքական գործիչները դա օգտագործում են շատ ավելի կարևոր հարց է, իսկ այդ բուն իրադարձությունները իրենք ինչ-որ տրամաբանական կամ դրական փոփոխություններ բերում են Հայաստանին, թե չէ, կարծում եմ այս զարգացումները այնուամենայնիվ բերում են։ Թրիպի հետ կապված մտավախությունները այնուանդերձ շարունակվում է քաղաքական շրջանակների մոտ, էլ ինքնիշխանության հարցն է առաջ գալիս, որ զիջվում է այդ back office-ի, front office-ի հետ կապված ըստ էության Ալիևի հայտարարությունն է իրականություն դառնում, որ հայի երես չեն տեսնելու, սա շահավետ է Հայաստանի համար այս գործարքը։ Հայաստանի համար Հայաստանի սահմանների բացումը շահավետ է, Հայաստանի համար պատերազմի բացակայությունը եւ դրա փոխարեն կայուն եւ կանխատեսելի հարաբերությունները հարևանների հետ դրական է։ Հայաստանի համար նոր արտահանման նոր ուղղությունների բացումը դրական է։ Հայաստանի համար դուք գիտեք, եթե դուք նույն Ռուսաստանի հետ նույնիսկ ոչ թե վերին լարսով եք առևտուրն անում, այլ կարող եք եւ եթե ինչ որ բնակլիմայական ձյան պատճառով երկրում հեղուկ գազը կրկնակի կարող է թանկանալ վերին լարսում, իսկ հիմա դուք կարող եք երկաթուղով այլընտրանք ունենալ եւ ինքը կեժանանա կամ նաեւ Թուրքիայի տարածքով այլընտրանք ունենաք Ադրբեջանի տարածքով ու Վրաստանը օրինակ այլևս այդ մենաշնորհը որ հիմա ունի եւ շանտաժի պարբերաբար նաեւ կարող է ենթարկել հայ վարորդներին, չի ունենա, սրանք դրական զարգացումներ են իհարկե։ Այդ առումով ես կարծում եմ, որ այդ որոշումները, որ հիմա կան, իրենք իհարկե եթե մենք ենթադրեինք, որ կլիներ Լեռնային Ղարաբաղի կարգավորում 1998 թվականի առաջարկներով 2005, 8, 16 եւ այն առաջարկներով կարող էր այլ լուծումներ լինել, թեև այնտեղ նույնպես կային փաստաթղթեր, որտեղ խոսվում էր խոչընդոտ կապի մասին Նախիջևանի եւ Ադրբեջանի հիմնական մասի, բայց ես կարծում եմ մենք պետք է ընդունենք այն իրողությունները, որ ունենք եւ այս իրողությունները, որ մենք ունենք եւ այն այլընտրանքը, որ ունեցել ենք եւ որ 2024 թվականին 25 թվականի սկզբին հայաստանյան վերլուծական եւ դաշտի մի մեծ մասը խոսում էր, որ Ալիևը ռազմական ճանապարհով Զանգեզուրի միջանցք է բացելու, իսկ հիմա խոսում են, որ հայ սահմանապահները, որոնք վերջնական որոշումն են կայացնելու, այսինքն ոչ թե սիմվոլիկ ֆունկցիա են ունենալու, որ ընդունում են փաստաթղթերը եւ ստուգում, այլ կայացնում են որոշում այս անձը, այս ապրանքը, այս գնացքը, չգիտեմ, բեռնատարը հատում է Հայաստանի սահմանը թե ոչ, որ ինքը մի քիչ տենց սիմվոլիկ առումով մեզ համար այդքան էլ դուր եկան չի, դե գիտեք, սա այս պայմաններում իմ պատկերացմամբ ոչ վատ առնվազն լուծում է եւ այն հնարավորությունները, որ դրանից հետո բացվում են Հայաստանի համար, կարծում եմ շատ ավելի կարեւոր են եւ նաեւ կարծում եմ, որ եթե մենք ունենանք տեխնիկական լավ լուծումներ, իսկ այնտեղ ենթադրվում են օրինակ նույն սահմանահատման հետ կապված տարբեր պիլոտային ծրագրեր, ընդհանուր էլեկտրոնային դեկլարացիայի լրացնելու եւ ուղարկելու նախնական տարբերակը եւ այլն, նաեւ այս Հայաստանից Նախիջևանի տարածքով Մեղրի կապան գնալը եւ Ադրբեջանի հիմնական մասից Նախիջևան գնալու շուրջ լուծումները հետագայում կարող են կարևոր նախադեպ դառնալ Հարավային Կովկասում երեք պետությունների Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի
ինտեգրացիայի եւ կոմունիկացիոն, այսպես ասած, կոմունիկացիոն եւ մաքսային ինտեգրացիայի համար, հա։ Կներեք, բայց դրա լավը ո՞րն է, որ ասում եք հայ սահմանապահն է լինի։ Դա լավ չի, դա նորմալ է, որովհետև սա Հայաստանի Հանրապետությունն է, դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք է եւ այդտեղ պետք է լինի թե հայ սահմանապահը, թե հայ մաքսավորը անհրաժեշտության դեպքում, թե հայ ոստիկանը, սահմանին պետք է հայ զինվորը կանգնած լինի, այսինքն դա ինչի է լավ ներկայացում, դա նորմալ է, ինչ է հասարակությանը փորձ արվում, որ մենք ձեռքբերում ունեցանք, բայց դա մեր ինքնիշխան, մեր երկրի տարածքն է եւ դա մեր ինքնիշխան պարտավորությունն է մեր տարածքում այդ իմ թվարկած անձանց լինելը։ Սա մի տեսակ արհեստական չէ, որ դրական է ներկայացում, այսինքն այլ կերպ հնարավոր էլ չէր։ Գիտեք, մեր ինքնիշխան իրավունքներից մեկը այն է, որ հիմա ջերմուկի այն հատվածում, որտեղ կանգնած է ադրբեջանական զինուժը 2022 թվականից, կամ Պարավարքար գյուղի այն 10 քառակուսի կիլոմետրը, որտեղ գրավել է 92 թվականից, այնտեղ պետք է ոչ թե ադրբեջանցի զինվորը կանգնած լինի սահմանապահը, այլ հայ սահմանապահ, բայց ինքը կանգնած չի։ Եվ նաև Լեռնային Ղարաբաղի հայերը այլ իրավունքներ ունեն, այսինքն մենք խոսում ենք ճիշտ ինչ-որ պահանջների մասին, եթե մենք չունենայինք այս կոնֆլիկտը եւ չլինեն այլ ավելի վատ այլընտրանքներ, հա, որովհետեւ այս լուծումը ինքը շատ ցինիկ է, ես կասեի, բայց ինքը շատ պրակտիկ է եւ նաեւ կարեւոր է, որ ինչպես դուք նշեցիք, որ որոշումը կայացնում է հայ սահմանապահը, որ թրիպի վրա գործելու է հայ ոստիկանը, ինչը նաեւ նախկինում վիճարկվում էր, որ այդպես չի լինելու, որովհետեւ եթե դուք նայեք ռուսական տարբերակը 2022 թվականի օրինակ, այնտեղ հայ ոստիկան, հայ սահմանապահ չէր կանգնելու, այնտեղ կանգնելու էր ռուս սահմանապահը եւ ռուս ուժային կառույցները, որոնք մինչեւ հիմա կանգնած են։ Նայեք, մենք 35 տարի դրանից բողոքում ենք, թե չէ։ Հիմա մի քանի ամիս առաջ նոյեմբերին ամերիկյան PBS News ընկերությունն էր եկել Հայաստան, որոնց թրիպի հետ կապված նաեւ ես եմ որոշակի խորհրդատվություն տվել այդ ճանապարհի մասին եւ իրենց կանգնացրել են Մեղրիում ռուս սահմանապահները, որոնք իրենց ինչ որ զգուշացում էին ասել, որ այս անգամ ձեզ ներում ենք, բայց մյուս անգամ չեք կարող այս տարածքում հասնել, ինչ որ ասենց արգելել էին նկարահանումներ իրականացնել եւ այլն եւ այլն։ Ու 35 տարի այդպես է։ Դուք գնացեք Թուրքիայում, ասենք Ախուրյան գետի թուրքական կողմից նայեք թուրք գյուղացիները ինչպես ազատ մոտենում են գետին, իրենց կովերին, հա, եւ այլ անասունները խմում են գետի ջրից, այդ հողերը մշակվում են եւ նայեք հայկական կողմից, որտեղ դու պետք է Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործես ռուս սահմանապահի թույլատրությամբ։ Հիմա դա մեր իրավունքն է, թե մեր իրավունքը չէ։ Ու ինչպես է ստացվել, որ մենք չենք կարող մեր տարածքում նաեւ մեր անվտանգային ֆունկցիաները կատարել։ Նշանակում է մենք ունեցել ենք քրոնիկ խնդրեմ, հա, եւ ես կարծում եմ Մեղրիում 49 տարի ունենալ back եւ front office, բայց ապագայում նաեւ Հայաստանի ամբողջ սահմանների նկատմամբ ունենալ լիակատար ինքնիշխանություն, չունենալ պատերազմի վտանգ, ունենալ կայուն զարգացման հեռանկարներ, շատ ավելի կարեւոր է, քան այս սիմվոլիկ պահը, որը իսկապես սիմվոլիկ է դառնում, եթե մենք նայում ենք բովանդակությունը, հա, իսկ օրինակ ադրբեջանական կողմի համար այս սիմվոլիկ դրսևորումները ավելի կարեւոր են, քան բովանդակային դրսևորումները։ Լավ, իսկ մենք Նախիջևանի տարածքը ինչպես ենք օգտագործելու, էլի նույն պայմաններն է մեզ համար լինելու, էլի լինելու է front office, back office, էլի մենք ադրբեջանցի սահմանապահի մաքսավորի երես տեսնելու ենք, թե չէ։ Նայեք, կա միջազգային նախադեպեր, երբ որ մի երկիրը իր էքսկլավի հետ կապնվելու հետ ստանում է որոշակի տարբերվող անցի, հա, կապված, տրանզիտի հետ կապված մարդկանց եւ բեռների իրավունք, որը տարբերվում է սովորական սահմանահատումից։ Ասենք, եթե դուք հատում եք Ռուսաստանի եւ Լիտվայի սահմանը, մինչեւ պատերազմը 2022 թվականի, ու գնում եք Լիտվա, դա մի կանոնակարգով էր կառավարվում եւ լուծվում, իսկ մյուսը այսպես կոչված Կալինինգրադյան տրանզիտներ, թեև Կալինինգրադը օրինակ ունի նաեւ ծովային ելք դեպի Ռուսաստան, ինքը նույն տիպի մեկուսացված չէ, ինչպես Նախիջևանը Ադրբեջանից։ Եվ քանի որ այս էքսկլավի խնդիրը կա, ինքը իր բնույթով տարբերվում է այլ լուծումներից։ Մյուս կողմից, քանի որ կա այդ կետում Վաշինգտոնյան պայմանավորվածությունների փոխադարձ առավելությունները, իհարկե
այնտեղ չի կարող լինել front back office, որովհետև թրիփ պայմանագրի շրջանակներում չի, Նախիջևանի տարածքը չի մտնում այդ տարածքում, բայց եթե լինեն նույն տեխնիկական լուծումները, ինչը շատ կարևոր է, որ նույն ընթացակարգով, ոնց որ մեզ Ադրբեջանի համապատասխան մարմինները ուղարկում են էլեկտրոնային դեկլարացիա, հայտարարագիր, ինչ են տեղափոխում, կամ այն սկաներները, որ դրում են, որ արագ մեքենաները կամ գնացքը անցնի եւ ժամանակ չկորցնվեն, կամ այն այլ լուծումները, որ կան։ Եթե այդ նույնը արվի նաեւ հայ-ադրբեջանական սահմանում, ես կարծում եմ սա շատ իսկապես լուրջ փոփոխություն է բերելու մեզ համար, որովհետեւ առաջինը մենք մեղրի հետ կապնվելը, հատկապես բեռների առումով, շատ ավելի էժան է դառնալու եւ ժամանակի առումով կրկնակի ավելի արագ ու ծախսերի առումով շատ ավելի քիչ։ Հետևաբար նաև Իրանից բերվող այդ ապրանքները ավելի էժան են լինելու եւ ավելի արագ են հասնելու հայաստանյան շուկա։ Նույնը վերաբերվում է մոլիբդենի պղնձի, մենք գիտենք, որ Սյունիքում այդ հանքարդյունաբերության խնդիրը կա, որ արտահանվում է այդ արտադրանքը բեռնատարներով եւ արտահանվում է լեռնային տեղանքով եւ շատ ավելի բարձր այդ փոխադրումները նաև սահմանափակում են, հա, եւ արագությունները եւ ծավալները եւ որոշակի գնաճ են բերում։ Երրորդը նաեւ այնտեղ կա Քավային Կովկասում ամենախոշոր երկաթի պաշարներից մեկը, որը նույնպես կարող է սկսել շահագործվել ու տրանսպորտային այդ երկաթուղու գործարկումը կարող է թույլ տալ արտահանել արտաքին շուկաներ ավելի հարմար, արագ եւ սա իհարկե բխում է Հայաստանի շահերից եւ այստեղ շատ կարեւոր է, որ փոխադարձ սկզբունքները լինեն մաքսիմալ մոտիկ այն տեխնիկական լուծումներին, որ մենք ունենալու ենք թրիփի հետ կապված։ Ու սա կարծում եմ արդեն Հայաստանի մարմինների աշխատանքն է, հա, համապատասխան, որ պետք է լոբինգ անի։ Կարծեք թե խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման մասին խոսակցություններն են դադարեցվել։ Ինչն է խնդիրը, առաջընթաց կա, չկա, ձեզ ինչու է այս մասին որևէ բան չի հայտարարվում։ Դե իրականում եթե մենք նայենք ադրբեջանական կողմը պաշտոնական եւ ոչ պաշտոնական ինչ է ասում, իրենք ասում են, որ կա մի ջրբաժան գիծ, դա Հայաստանում խորհրդարանական ընտրություններն են, որից հետո ամեն ինչ, եթե նշում են նաեւ, եթե հաղթեն ոչ ռևանշիստ ուժերը, որոնք ձգտում են շարունակել խաղաղության գործընթացը Ադրբեջանի հետ, այդ հարցերը արագ լուծում կգտնեն եւ դրա մեջ այդ հարցերի մեջ մտնում է եւ սահմանների դեբլոկադան եւ մտնում է նաեւ հայ-թուրքական օրինակ սահմանի վերջնական եւ լիակատար բացումը եւ այլն եւ այլն։ Այսինքն կարծում եմ խորհրդարանական ընտրությունները այլևս այն ջրբաժանն է, որը արդեն ընդունված է եւ այստեղ Երևանում եւ առավել եւս Բաքվում եւ մինչ այդ ենթադրել, որ կստորագրվի եւ կռատիֆիկացվի այդ պայմանագիրը, երևի շատ կարծում եմ հավանական չի ընդհանրապես, կա որոշակի հավանականություն, որ կարող է ստորագրվել եւ ընտրություններից հետո օրինակ ռատիֆիկացվել, դա առաջարկներից մեկն է եւ կա տարբերակ, որ ինչ որ փոքր ու ամենահավանական սցենարը փոքր փոփոխություններ կլինեն, գուցե ինչ որ պիլոտային ուղիղ Հայաստան-Ադրբեջան բեռնափոխադրումներ, ոչ թե Վրաստանի տարածքով, այլ ասենք օրինակ ադրբեջանական կողմը ասում է, որ գնացքով կարող են նույն գազը, բենզինը հասցնել Ղազախ երկաթուղային կայարան, որտեղից Հայաստանի մինչև սահման 14 կիլոմետր է եւ այնտեղ արդեն բեռնատարներով Հայաստանի տարածքից կարող են ներմուծել Հայաստան, հա, այսպես ուղիղ։ Ռուսներն Նիկոլ Փաշինյանի անարձագանք թողեցին առաջարկը երկաթուղին վերականգնելու երկաթգիծը, այս խնդիրը ինչպես կլուծվի, Հայաստանը իր միջոցներով կլուծի, այլ ներդրողներ կգտնեն դրսից, իսկ դա արդյոք հնարավոր կլինի թե չէ, որովհետև կա կոնսենսիոն պայմանագիր։ Նայեք, կոնցեսիոն պայմանագրով, եթե իր պարտականություն, կոնցեսիոն պայմանագրով կոնցեսիայի այդ հարավկովկասյան երկաթուղու պարտավորությունն է իրականացնել երկաթուղային ցանցի վերանորոգման աշխատանքները, վերականգնման աշխատանքները եւ ֆունկցիոնալության պահպանությունը։ Ընդ որում իրենք պետք է հանձնվեն Հայաստանի Հանրապետությանը այն վիճակում, որ առանց հավելյալ ներդրումների ֆունկցիոնալ լինեն մոտ 3 տարի։ Արդեն իսկ այդ պայմանը խախտվել է, որովհետեւ երբ որ հանձնվեց նույն
Հայաստանի երկաթուղիները մենք ունեինք Հրազդան Դիլիջան երկաթուղին, որ աշխատում էր, իսկ հիմա մենք այդ ուղղությունը չի աշխատում, այսինքն Մեղրաձորի թունելը փակ է եւ Դիլիջանի ուղղությունը նույնպես փակ է, հետեւաբար արդեն իսկ խախտում կա, բայց խնդիրը այլ է, այդ հատվածները, որ Նիկոլ Փաշինյանը նշել է, առաջինը հարց է, եղել է արդյոք գրավոր դիմում Հարավկովկասյան երկաթուղուն, թե սա քաղաքական ինչ-որ բանակցությունների ժամանակ նույն Վլադիմիր Պուտինին արտահայտված խնդրանք պահանջ է եղել, որովհետև դա տարօրինակ կլիներ, քանի որ Հարավկովկասյան երկաթուղին ինքը այնուամենայնիվ հայաստանյան կազմակերպություն է եւ նաեւ ենթարկվում է այն պայմանագրին, որը կնքվել է Հայաստանի Հանրապետության կառավարության հետ եւ ունի պարտականություններ Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ, այդ թվում նաեւ այդ գրավոր պահանջները կատարելու, պատասխանելու, հակառակ դեպքում առաջանում են հավելյալ գործընթացներ։ Ինչ վերաբերում է այդ հատվածներին, եթե մենք Իջևան Ղազախը չենք դիտարկում, իսկ վարչապետի հայտարարության մեջ դրանք հաջորդ փուլի, այսպես ասած, ծրագիր են եւ իհարկե պահանջում են մեծ ներդրումներ, 2024 թվականի վերջին Հայաստանի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարությունը գնահատել էր երաշխ Նախիջևան սահման երկաթուղու վերականգնումը 11.5 միլիոն դոլար արժեքը վերականգնման, իսկ Գյումրիից դեպի Թուրքիայի սահման 32.4 միլիոն դոլար։ Այսինքն ընդհանուր առմամբ խոսքը 42 միլիոն դոլարի մասին է, ինչը Հայաստանը լրիվ բավարար է, այսինքն Հայաստանի սեփական միջոցները բավարար են, որ ինքը դա կատարի։ Ես նաև կարող եմ տարբեր երևի իմ տպավորությունները ասել այն շփումներից եւ այն քննարկումներից, որոնց առնչվել եմ եվրոպական տարբեր, ասենք, պաշտոնյաների եւ վերլուծաբանների հետ, իմ կարծիքով Եվրոմիությունը մեծ հետաքրքրություն ունի նաեւ այս գործում ինչ-որ ակտիվություն ունենալ, որովհետեւ Թրամփի ակտիվությունը եւ Եվրոմիության հետ մնալ այս գործընթացից, ենթակառուցվածքների իրենց համար մտահոգիչ է եւ ես կարծում եմ նույնպես եթե ինչ-որ ձևով Հայաստանին հաջողվեր այս կոնցեսիոն պայմանագիրը չեղարկել, իսկ օբյեկտիվ առումով ինքը շատ հիմքեր ունի, այդ թվում պայմանագրի շատ կարևոր կետերի կոպիտ խախտումներ, ինչպես նշեցի, դա է Հրազդան Դիլիջան գիծն է, Ֆիոլետովը Վանաձոր չկառուցելը, ներդրումների հետ կապված խնդիրը, չարաշահումները, որոնց մասին դուք հիշում եք 2018-19 թվականին մոտ 60 միլիոն դոլարի չարաշահում են հայտնաբերել աուդիտի որը ժամանակ։ Լավրովի մի հայտարարությամբ մոռացվեց։ Այո, որը 2021 թվականին եւ ռուս խաղապահներն են Ղարաբաղում եւ Հայաստանը գնաց նաեւ այլ զիջումների Ռուսաստանին, օրինակ հետ հեռուստաընկերությունների հետ կապված իրենց տրանսլյացիայի Հայաստանի տարածքում, պատերազմից հետո միանգամից չեղարկվեց եւ իհարկե, եթե չլիներ այս քաղաքական գործոնը եւ չլիներ վախը, իմ կարծիքով Հայաստանը, ոչ թե ես կարծում եմ Հայաստանը շատ մեծ հնարավորություն ունի Դե մեկ տարի է մնացել ռուսական հեռուստալիքների հերարձակման այդ միջկառավարական պայմանագրի ժամկետի ավարտին, տեսնենք 27 թվին Հայաստանի իշխանություններն ի վերջո ինչ քաղաքական կամք կդրսևորեն։ Եվ վերջում, պարոն Մելիքսեթյան, դուք նաև ընդգրկված եք հայ-ադրբեջանական հասարակական այս խմբի կազմում, ինչ արդյունք տվեց ձեր առաջին այցը, առաջիկայում ինչ է նախատեսվում։ Կներեք, ես նախկին հարցին էլ մի հետաքրքիր կետ անդրադառնամ։ Կոնցեսիայի պայմանագրում նաև հավելվածներում կա պահանջ, երբ որ բացվի հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական սահմանները, այն նախնական ներդրումը, որ պետք է կատարեր Հարավկովկասյան երկաթուղին 570 միլիոն դոլարը, պետք է աճի հայ-թուրքականի պայմանում 610, իսկ հայ-ադրբեջանականի բացման 1 միլիարդ 800 միլիոն դոլարի։ Դե կարծում եմ նաև Հարավկովկասյան երկաթուղին եւ ռուսական երկաթուղիները հիմա այդ գումարը չունեն ու շատ հետաքրքիր է լինելու ինչ է լինելու եթե բացվի հայ-թուրքական ադրբեջանական սահմանը, իսկ այդ ներդրումները, այսինքն նույն Ղազախ-Իջևան ճյուղի վերականգնումը եւ այլ ենթակառուցվածքների մոդեռնիզացիան եւ մեծ ներդրումները դա Հարավկովկասյան երկաթուղու պարտավորությունն է, իսկ հիմա ձեր հարցին խնդրում եմ կկրկնեք, որ դուք ընդգրկված եք հայ-ադրբեջանական այդ հասարակական սեկտորի երկխոսության կազմում եք, ինչ նորություն կա, նախորդ հանդիպումն ինչ տվեց, դա շարունակական է, լինելու է, թե ոչ։ Այո, արդեն իսկ կա փոխըմբռնում, որ այս գործընթացը պետք է շարունակվի, որ այս գործընթացը պետք է ընդլայնվի եւ
շատ ավելի կարևոր է, որ պետք է լինեն հստակ զարգացումներ, հա, հատկապես հետազոտություններ։ Օրինակ, կապված ենթակառուցվածքների հետ, կապված ինչ-որ տնտեսական համագործակցության, հնարավոր համագործակցության հետ, ինչպես գիտեք, օրինակ, հայկական խորհուրդը, այն կենտրոնը, որտեղ ես փորձագետ եմ, նաև առաջարկում է մի նոր ձևաչափ բացել, դա բիզնես ձևաչափն է, այսինքն Հայաստանի եւ Ադրբեջանի բիզնես ներկայացուցիչների հանդիպման ֆորմատը, որը կարող է շատ կարևոր լինել։ Ես կարծում եմ նույնիսկ մեր բիզնես մշակույթը բավականին մոտիկ է մեկը մյուսին եւ այդտեղ մարդիկ իրար ավելի շատ հեշտ կհասկանան նույնիսկ քան այլ ձևաչափերում։ Եվ մոտ ապագայում հուսով եմ, որ այն ընկալումները եւ այն պայմանավորվածությունները, որ եղել են խաղաղության կամուրջը շարունակվելու, իսկապես կիրականանան, հա, եւ կունենանք զարգացում ու կունենանք նաեւ զարգացում 2026 թվականի հունիս ամսից հետո, ընտրություններից հետո կլինեն քաղաքական, հա, որոշումներ կապված սահմանի հետ առաջին հերթին։ Եվ վերջում հայ-թուրքական սահմանի հետ կապված տեղեկություններ կան, փետրվարի 1-ից արդեն գործելու է անցակետը երրորդ երկրի քաղաքացիների եւ դիվանագիտական անձանց համար ավելի վաղ էլ վիզաների հետ կապված հեշտացում մտցվեց։ Ակնկալիք կա, որ կբացվի, մոտ է դրան, որ մի 4 օրից կբացվի այդ սահմանը նշյալ անձանց համար, թե ոչ։ Դե ակնկալիքը կա ու ինչ որ ակտիվություն էլ կա, որ մենք տեսնում ենք պաշտոնյաներն են այցելում, այդ թվում ինչ որ ավելի շատ կոնկրետ տեխնիկական, այսպես ասած, նպատակներով եւ հայկական կողմից եւ թուրքական կողմից աշխատանքներ են տարվում, կարծում եմ շատ կարեւոր կլինի, եթե այդ քայլը արվի։ Իհարկե ավելի կարեւոր կլիներ, եթե օրինակ բեռնատարների համար բացվեր նաեւ սահմանը, որովհետեւ դուք գիտեք, Հայաստանը Թուրքիայի հետ ունի 300 մոտ 20-350 միլիոն դոլարի առևտրաշրջանառություն եւ այդ առևտրաշրջանառությունը գալիս է Հայաստան գրեթե միայն Թուրքիայի կողմից, այսինքն Հայաստանի կողմից դա շատ չնչին տոկոսներ է, եթե նույնիսկ մի 2-3% կլինի, եւ գալիս է նաեւ թուրք բեռնատարների կողմից, օրինակ դեկտեմբերին ես Ախուրիկ գյուղում էի սահմանային, ու այնտեղ շատ զվարճալի պատմություն պատմեցին գյուղացիները, որ թուրք վարորդները նայում են նավիգատորով, այսինքն այդ GPS-ներով, որն է ամենամոտիկ անցակետը, որտեղ իրենք կարող են կարս գնալ, վերադառնալ, ու ցույց է տալի Ախուրիկը, Գյումրիի դեմ։ Իրենք գալիս են հասնում են Ախուրիկ, հետո պարզվում է, որ սահմանը փակ է, ու իրենք նաև վախենում են դուրս գալ մեքենաներից, քանի որ այդ հայերի նկատմամբ նաև որոշակի վախ ունեն, էլի, այդ թշնամանքը ոնց որ ու այն ընկալումները, որ մենք ունենք, կա նաև հակառակ կողմի համար, որ մենք թշնամաբար ենք իրանց տրամադրված, եւ գյուղացիներն ասում են, երբ որ մենք իրենց առաջարկում ենք հեռախոսները լիցքավորել կամ թե ենք առաջարկում տակ կամ ինչ որ նման կենցաղային բաներ, միանգամից իրենց վերաբերմունքն էլ է փոխվում ու նաև միշտ զարմանում են, որ սահմանը փակ է, հա։ Այսինքն կա նաև այս դրսևորումը այս հարցի։ Ես կարծում եմ, իհարկե, սա Ադրբեջանի ավելի շատ հիմա պարտադրանքն է, որ Թուրքիան մինչև հիմա չի բացում սահմանը, բայց հենց այդ պարտադրանքը անհետանա ու սահմանը բացի, իհարկե սա Հայաստանի համար շատ կարևոր փոփոխություն կլինի։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Ձեզ նույնպես շնորհակալություն։